եմ ձեզ ասել, որ իդեմս երրագլուխ պատերազմի երրագլուխ կուսակցության գործ ունենք նախորդ հանցավոր մաֆիայի հետ, որը դուրս է եկել վերջին մարտի, հասկանալով, որ այլևս ոչ մարտի մեկը, ոչ մյուս հանցագործությունների պատժից, ոչ թալանածը միջև վերջին կոպեկը վերադարձնելուց չեն կարողանալու խուսափել նրանք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, նաև կալուգացի օլիգարխ դուրս են եկել վերջին մարտի, որպեսզի ձեզնից խլեն ձեզ պատկանող իշխանությունը, բայց ես համոզված եմ, դուք դա թույլ չեք տալու, որովհետև ես չեմ կարող հավատալ, որ դուք ձեզ պատկանող իշխանությունը կզիջեք քրյա օլիգարխիկ ռեժիմին, որը ջախջախված է և որը դուրս է եկել հուսահատ մարդի փրփուրներից կախվելով, բայց նրանք չեն կարողանալու բռնվել փրփուրներից, որովհետև ժողովրդական իշխանությունը ի վերջո նրանց բերելու է պատասխանատվության և ժողովրդական իշխանությունը նրանց բերում է պատասխանատվության և ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր և տեր կանգնեք ձեր պետությանը, տեր կանգնեք ձեր իշխանությանը, տեր կանգնեք ձեր խաղաղությանը, այդ խաղաղությունը մենք չենք ստեղծել, այդ խաղաղությունը դուք եք ստեղծել, տասնամյակների ձեր զրկանքներով, զոհերով ու զոհողություններով և եկել է ժամանակը, որ դուք վայելեք խաղաղությունը, որ դուք վայելեք կյանքը, որ դուք վայելեք պետությունը, որ դուք վայելեք բարեկեցությունը, որ դուք վայելեք երջանկությունը, որովհետև դուք արժանի եք լինել և դուք արժանի եք լինել երջանիկ, դուք արժանի եք լինել բարեկեցիկ և դուք ազատ եք և ձեր ազատությունը չեք զիջի որևէ մեկի, բայց միայն խնդրում եմ հանկարծ չմտածեք, թե ինչ-որ մեկը ձեր փոխարեն պիտի տեր կանգնի խաղաղությանը, պիտի տեր կանգնի պետությանը, պիտի տեր կանգնի ապագային, որ այսօր է, հիմա է, այստեղ է։ Պետության և ապագայի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, 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 և այդ մարդիկ են, դուք եք, որ իրար հետ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հզոր ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության ազատ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության Եվ ուրեմն փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ եմ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։